Ես ես կարող եմ ասել $165 են վաճառում գազը Ինչով ենք լավ ֆրանսիացիներից 1500-ը Ընդեղ գալիս է մինչև 600 նայած Ֆրանսիան է իր հերթին ես նկատի ունեմ Եվրոպային են վաճառում այո 400-ից $600 Ոչ իվան անգամ եթե Հայաստանին վաճառեն $250 անգամ Այս տնտեսությունը փլուզվելու է միանշանակ։ Ինչի օրինակ, այդպես կազմակերպված ԿՊԱ-ականները շնորհակալության երախտիկի խոսք չեն ասում, չէ, մենք գիտենք ինչու՞ չէ, պարոն Սարգսյան, նաև այստեղ եւ Ռուսաստանի Դաշնությունն է շատ վատ խայտարակ աշխատում, եւ նաև, ասենք, չգիտեմ, այն քաղաքական գործիչներն ուժերը, որ պիտի պարբերաբար ներկայացնեն։ Այսօր որ ես տանը, ասենք, ջեռուցում եմ, վճարում եմ ամսական 40000, 50000 եւ ոչ թե, ասենք, վճարում եմ, չգիտեմ, 150000, 200,000 չգիտեմ, ասենք, հասկանալի է, չէ, որ այդ որտեղ Ռուսաստանի Դաշնությունը այդպես է որոշել, իր համարումա, որ բարեկամական երկիր, չգիտեմ, ինչ այդպես է, չէ։ Ուրեմն տեսեք ինչ են ասում, իմել ինչ են քարոզում։ Ադրբեջանից մենք կգնենք, կստանանք եւ այլն։ Այնա բենզինը բերել են ասում մեքենաները բոլորը։ Հա, ինչ օրիեք, մեքենաները ովքեր որ լցրել են ասում շարժիչները բոլորը խափանվում փչանում, այդ նույն բանն է ձեր գլխի։ Չէ, հարցը դա չի անգամ։ Արցախին էր տալիս, պակաս շրջափակեց, մի ամիս կստանայեք էժան գնով։ Երկու ամիս հետո շրջափակվելու եք։ Մի ամիս հետո այդ նույն գինը, որովհետեւ դուք կկտրեք ձեր հարաբերությունները Ռուսաստանի հետ Եվ Ադրբեջանից կախման մեջ կլինեք, այդ մյուս օրը կդառնա ոչ թե 160 կամ 200, կդառնա միանգամից 500, 600 կամ 700։ Ասենք դարձավ 1000, ով է իրանց բանացելու։ Ոչ իվան, դուք կախման մեջ եք։ Ասենք որոշեցի, որ 2 ամիս հետո դառնում է 1000, ասենք ինչի պիտի էլի է։ Այդ չանի երբ որ դրա դիմաց ասել է գիտես ինչ կա։ Պիտի Երևանն էլ վերցնեմ, սա պիտի չէ, բայց մենք ինչի չենք ասում։ Դուք ինչի ամեն օր շնորհակալություն չեք հայտնում, որ մենք այսօր այս մեր ջեռուցումը բան վճարում ենք այդքան կարող ենք, չէ, 3 անգամ շատ վճարել, ոնց որ մյուս երկրներին վաճառում է Ռուսաստանը։ Հնարավոր է, չէ, այդպես հնարավոր Չի անում, չէ դա, բայց այստեղ կա մի հատ երախտիկ, շնորհակալություն, օրինակ ԿՊԱ-ականներին, հանձնարարին հատտեց բան արեք ներկայացրեք։ Մենակ գազը չի, ցորեն շատ բան է գալիս, որ ռազմավարական նշանակություն ունեցող։ Այդ Ալկոյի որ տենց ոգևորված իր աշխատակիցներին ուղարկում է հակա եկեղեցական արշավետ սատանայական բանը պատարակներին, որտեվ հայտնի չի, չէ, այնտեղ եթե զերծում է դա։ Մի թեման եկեք շարունակենք ավարտենք նոր։ Չէ, ասած թեման եմ շարունակում։ Այդ ապրանքը որտեղ է գնում Վեդի Ալկոյի։ Որ շուկան է գնում, պարոն Միակ շուկան այսօր որտեղ որ կարողանում է իրացնել, դա է։ Ռուսաստանն է եւ ԵԱՏՄ-ը այդ երկրներն են։ Որովհետեւ ոչ են քաղաքական ուժերն են նորմալ կարողանում է ժողովրդին ներկայացնել, որ ինչ է արվում, այդ երկրի կողմից եւ ինչա մեծ չի իմանում ժողովուրդը։ Չի իմանում, գնացեք փողոց, ամեն երրորդը կասի ռուսը պրոբլեմ է, մեր համար ռուսն է արել, Ռուսաստանը գնացեք փողոց հարցրեք։ Ես դրա մասին չեմ ասում, ես ասում եմ այն ինչ որ մենք ասում ենք ամենօրյա մեր քարոզում, այսպես ասած Ժողովուրդը լսում է, բայց միևնույն է, այնտեղ կա հակակառույցություն, որը բերում է լրիվ ուրիշ հակառակ արդյունքի։ Այն է, որ իբր Ռուսաստանը չի օգնել մեզ Արցախը պահելու հարցում եւ այլն եւ այլն։ Այդ որ Արցախահայությունը դուրս եկավ այնտեղից միջև վերջ ցեղասպանվեց այդ շնորհիվ։ Այդ ռուսների շնորհիվ չի։ Չէ, այստեղ խնդիրը հետեւյալն է։ Ինչ արեց Հայաստանի իշխանությունը այս 7 տարվա ընթացքում, որպեսզի կարողանար ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ասես ձերբակալ ենք։ Հա, դե դրա համար եմ ասում, կամ այստեղ մի բան ասել, այնտեղ գնալ ուրեմն գլուխ խոնարել, ասել Վլադիմիր Վլադիմիրիչ ամեն ինչ լավ է։